Իհարկե։ Ինչ նորություններ ունեք, որ Այո, ասենք, ինչ ոնց եւ այլ, հա, իհարկե։ Բարեձեզ, շնորհակալություն, ուրեմն հոկտեմբերի 1-ից 8-ը Հայֆեստը նորից կզարմացնի բոլորին, ուրեմն բացվում եք չինացիներով, ժամանակակից պար, շքիվ ներկայացում, տեխնիկապես շատ հագեցած, եւս մեկ շատ լավ ներկայացում կլինի ոչի մեր ժամանակակից պարի, դա Հունգարիայից PR Revolution թատրոնի իրենց ներկայացումն է, ոչ այդքան մասշտաբային, բայց միգուցե չինացիների one man show-ն է, մոնո ներկայացումն է, որ 30 հոգով բեմով բանի, կատակ չէ, բայց բարձրապես դա եւս մեզ մոտ այն ավելի ինչ կատարվում այսպես ստացանա թատրոններում, այսինքն բեմերում ներսում, դա եւ մոնո ներկայացումներն են Միացյալ Նահանգներից եւ Ֆրանսիայից ներկայացում, որտեղ եւ Ռուսաստանից որ абսուրդ է, այս Ֆրանսիայից ներկայացումը, որը կրկեսային շարժում, մնջախախ եւ ինտեգրում հանդիսատեսի ներկայացման մեջ այսպես բանալ լինելու մեզ մոտ կլինեն եւս իտալացի, կորեացի, բացօթյա հզորագույն ծրագիր։ Այսինքն ֆայ մամաջան այդ որ բան, այդ դա լինելու է ուրեմն հոկտեմբերի 5-ից 8-ը Կարապիլիչ, բելգիացի կներկայացնեն Sacred Places թատրախումբը կներկայացնի այդ պրոյեկցիոն շոուն, երբ որ ջուրը դառնում է կաթիլները դարձնում են կաթիլները էկրան ու այդ էկրանի վրա տարբեր պրոյեկտորներով տրվում է արդեն նկարված պարը, ստվերների պարակոչում shadow dance, ու այդ ներկայացում, այսինքն անհնարին է, այսինքն մարդ, ով առաջին անգամ թատրոն բառն է լսել եւ մարդ, ով ինպես նայում 500 ներկայացում տարեկան, հետո ասում են կարելի է վերանփակել, բայց շարունակում ես նայել, հետո ավարտվում է ինքը ու նորից սկսվում է, ու դու մտածում ես որ այդ նոր ներկայացում, էլի որ դու արդեն այդ մի մասը, եւ դու այսպես կարող ես նայել, հետո գնում ես այսպես ես նայում, ու դու մտածում ես դու ուրիշ բան ես նայում, որտեղ դու նայում ես, այսինքն highlight էֆեկտը, այսինքն ես բոլոր երկրներում իսկ դա եղել է ընդամենը 5-6 երկրներում մի տարվա ներկայացում է, այդ ունի այդ էֆեկտը, wow էֆեկտ, եւս ամսի 7-ին հոկտեմբերի այլ այդ մեծ ներկայացումներից, դա Նիդերլանդներից ներկայացումն է պար պատի վրա, բենչը թատրոնի, որտեղ կլինի ավելի, ոնց ասեմ, հասկանալի, ասեք, դέλի ավելի անցյալ տարի տեսանք բանը իտալացի, որ ֆռում էին օդում, դրանմա, բայց պատի վրա պարը դա նորից, այսինքն դա ոնց ասեմ, դա Երևանի համար հաստատ նորություն է, եւ դա կլինի Հանրապետության հրապարակում նախին ագնայի շենքի վրա։ Դա նաև կլինեն հիանալի կորեացիք, նաև կլինեն իտալացիք, նաև կլինեն գերմանացիք, նաև կլինի մեզ մոտ հզորագույն ծրագիր կրթական, մենք ունենք շատ լավ բոլորին հրավիրում եմ կլորսեղան կոնֆերանսի նաև միտումներով, որտեղ մենք խոսենք ժամանակակից կադրական արվեստների մասին եւ օրինակ այսպիսի գաղափարի մասին, ինչպես է հանդիսատեսը դառնում պրոգրամեր փառատոնի, այսինքն ինչքան ուժ ունի հիմա հանդիսատեսը, ինչքան մենք կարող ենք թելադրել, ինչքանով այսպես ասած այն vogue բանը, էլի ոնց ասեմ, Ավեստական չգիտեմ ոնց է հայերեն, էլի walking-ը ազդում է, երբ որ դու սկսում ես ծրագիրը կազմել տարբեր երկրներում, որտեղ մեզ մոտ կլինեն մարդիկ արաբական երկրներից, փառատոնի կազմակերպիչներից, Միացյալ Նահանգներից, բանից Ամերիկայից, այսպես ասեմ, եւ հյուսիսային եւ հարավային մեզ մոտ կլինեն Եվրոպայից, կլինեն Ռուսաստանից եւ այլ տարբեր մարդիկ, տարբեր փորձ եւ տեսլական, որը եւ տարբերվում է եւ կա այս կարևոր բանը, որ մենք ուզում ենք անել փառատոն մարդկանց համար եւ պրոֆեսիոնալների եւ հանդիսատեսի, այսպես ասած, չգիտեմ, հասարակ հանդիսատես չկարելի ասել, բայց մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ չեն, դա եւ ինչ խնդիրներ կան, ինչ
մարտահրավերներ եւ ինչա ստացվել եւ ինչ պետք է մեկ միասին անենք որ ստացվի։ Կարելի է ասել, որ ժամանակակից թատրոնը ավելի շատ շոու է, ավելի շատ լրիվ անցնում եք ակադեմիականից եւ դուք չեք անցնում, իրենք են անցնում եւ ավելի շատ ուզում են տրեք տանեն մարդկանց։ Համաձայն եմ։ Գիտեք, կա ակադեմիական դա ընդհանրապես ոչ է։ Այսինքն նախկին խորհրդային երկրներում կա օրինակ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն կամ մեր օպերան, հա, ակադեմիական է։ Դա ոչ թե որտեղ դա ոչ է, տարբեր ներկայացումներ կան, պարզապես որտեղ դրանով ցույց է տալի թե ինչքան այդ թատրոնը ավելի կարևոր է։ Որտեղ միության ժամանակ այդ ակադեմիականը ստատուս էր։ Ակադեմիականը ընդհանրապես ոչ է, բայց ես հասկանում ինչ եք ասում դուք, որ շոու չէ, բայց թատրոնը ժամանակակից թատրոնը իսկ թատրոնը լինում է միայն ժամանակակից կամ անցած, այսինքն այդ թատրոնը կարևոր է դրանով, որ մեր ժամանակակիցները, մեր ժամանակակիցներին ժամանակակից արտահայտամիջոցներով տրանսլյացիա են անում այն ինչ ուզում են եւ հանդիսատեսը միշտ դառնում է միշտ ներգրաված է, կապ չունի դա իմերսիվ ներկայացումը, չեմ ուզում ասել հայերենը ընկղմվող թատրոն է անհետեթությունով թարգմանել են իմերսիվ ներկայացում կամ site specific-ից սկսած երբ որ հանդիսատեսը ներգրաված է եւ մի մասը ներկայացվում տիպի միջև այսպես ասած դասական ներկայացումը որտեղ կա բեմ դարական եւ կա հանդիսատես եկել ստացած մասնակցողներին բայց ինքը ներգրաված այսինքն այդ տարբերակը ես այդքան հոգնում եմ արդյունքում ուզում եմ գալ հանգստանալ թատրոն այդ всё out է մոռանալ դա մասի չեք հանգստանում մտածեք ներկայացման մեջ կարող է ներկայացում լինի որ ձեր դուր չգա այսինքն սիչա Ինչ մասին է այս ներկայացումը, ինչ բարդ։ Այո, բայց չես մոռանում դրա մասին։ Եվ այդ ներկայացումը, որ մեզ սովորացնում, այսինքն նպատակն արվեստի դարձնել հանդիսատեսին ավելի հասկացող, որպեսզի կարողանաք ավելի բարդ ներկայացումներ, ավելի բարդ մշակութային ապրանք լավ իմաստով ներկայացնել հանդիսատեսին, որ իրենք հասկանան։ Ասեն, այդ նրա պես է, հա, չէ, դրանց լավն է։ Ոչ թե այդ ինչ է։ Այսինքն այդ ինչ է, որ չլինի ինչքան իսկ թատրոնը դա մայրաքաղաքային հասկացողությունը, մետրոպոլիայի հասկացողությունը, այսինքն ոչ թե դրա համար որ եկը միայն մայրաքաղաքներում է ծնվում, ինքը ծնվում է այնտեղ, որտեղ կենտրոնն է, այնտեղ, որտեղ դու ոտքով կարող ես հասնել եւ ինքը մայրաքաղաքականացնում է այդտեղ, որտեղ ինքը գտնվում է, կենտրոնացնում է, այդ attract գրավիչ պահեր, որ մարդը ուզում է գա այստեղ, որպեսզի նույնիսկ չհասկանալու, որ ինքը ոնց ասեմ ավելի լավ շնչի, այդ բանը լինում է։ Դու կարող ես լինի ինչ-որ անհասկանալի Պերույում փոքր քաղաք կամ հենց իրենց մայրաքաղաք Լիման, որ մեկը թերապևտել չենք հասկանում թատրոն կա չկա եւ այլն, ու կարող է լինի Նյու Յորք կամ Փարիզ կամ Մոսկվա կամ Լոնդոն եւ այլն, այսինքն Բերլին, որը թատրոնական մայրաքաղաքն է աշխարհի եւ այլն։ Եվ 20 տարուց ավել արդեն անցնում է Հայֆեստը, մեր հանդիսատեսը։ Ինչու մազերը դեռ ներկում են, դրանք։ Մեր հանդիսատեսը սովորեց Հայֆեստին, հասկացավ Սուսեցի, ուրեմն է շատ լավ հարց է, շնորհակալություն։ Ուրեմն մի կողմից իհարկե հա։ Այն 2000 կոവിഡ്ի ժամանակի, որ 2 տարի մեզ մոտ եղավ հիբրիդային, առաջի տարի ընդհանրապես մեզ մոտ on-line-ներ եւ մեկ պրոյեկցիա ենք անում շենքերի վրա ներկայացումները, իսկ 2021-ին մեզ մոտ հիբրիդային էր VR-ներով, այնտեղ էլի sense 1.5 մետր իրարից եւ այլն։ Այն ժամանակ ասում դե երբ է լինելու, մեր դասական, այսպես ասած, նորմալ փառատոն ասում են այն։ Բայց այդ կա բարդ բան, որ չէ՞ որ թատրոնը ծնվել է ոչ թե շենքում, այլ դուրսը։ Այսինքն բացօթյա կամպանիա միշտ Հայֆեստում եղել է շատ բարձր եւ կարեւոր տեղ ուներ եւ ընդամենը ոնց ասեմ 4 տարի մենք չարեցինք ծրագիր, որտեղ 2022-ին մեզ մոտ մի ընդամենը 2 ներկայացում կար բացօթյա շատ փոքր, 23-ին չստացվեց, որտեղ ռմբակոծում են եւ մարդիկ են գաղթած եւ այլն։ Հայֆեստը եղավ այս շատ փոքր եւ անցյալ տարի մարդիկ ասում էս ի՞նչ է թատրոն Այս 4 տարի անցավ, ընդամենը 4 տարի, ու այդ մարդիկ չեն, ովքեր
Ես առաջի անգամ քաղաք են եկել, ոչ, այն մարդիկ ոնց որ ոչ, չգիտեմ, ստեղ ուղանամ գալիս օրը։ Այսինքն այն միշտ պետք է աշխատել։ Միշտ պետք է չի կարելի աշխատող անել, որտեղ հանդիսատեսը այն սենց կարա մոռանա որ ինքը հանդիսատես է, որ ինքը կարող է ես դառնամ հանդիսատես։ Ոչ, հանդիսատեսը այն 365 օր, էլի դու միշտ պատրաստ ես նայել ներկայ, դու միշտ պատրաստ ես գնալ ցուցահանդեսների, դու միշտ պատրաստ ես գնալ նոր ֆիլմեր նայել եւ այլն։ Այսինքն այդ կարեւորությունը կա, որ դու չէ որ այդ ակտիվ սոցիո-մշակութային ակտիվությունը մարդկանց հասարակության շատ կարեւոր է, որտեղ դու իրանց հետ աշխատում ես։ Իրենք ակտիվ են ուզում են նորություններ։ Եթե չկա, անտարբեր մարդիկ, այսինքն է որ կա մեզ մոտ արդյոք։ Պարոն Ղուկասյան, չէ՞ որ օստեոխոնդրոզի դեմ բան մարզումներ։ Հայֆեստը փաստորեն օդում է ջրում, ցամաքում եւ պատերի վրա։ Դժվարանում է տարեց տարի զարմացնել հանդիսատեսին, թե ոչ։ Սրանքացուն հարցի համար հասկանում ինչ եք ասում։ Այո, այսինքն ոչ միայն դրա համար, նաեւ դրա համար, որ մենք ունենք էլի լավ իմաստով մրցակիցներ Հայաստանում, մենք ունենք ուրիշ փառատոներ, որ կրկին լավն են ու զարգանում են, եւ իրենք են փորձում ինչ-որ բաներ բերել, իրենք են փորձում անել մեծ ինչ-որ բաներ մտածելով լավ Հայֆեստից, ինչով տարբեր Հայֆեստը մեր գլխավոր փառատոնն է Հայաստանի։ Մենք լինենք նիշևոյ, օրինակ Շեքսպիրյանի կամ Արմոնոյի պես, կամ անենք ինչ-որ բարձրապես քաղաքի փառատոն, որ անում էր կամ կանի հաստատ իմ կարծիքով սովետական անենք այսպիսի մի բաներ։ Ինչով մենք բան անենք։ Անհամեմատ ավելի մեծ բյուջե ունենանք, բերենք մեծ ներկայացումներ, թե որ դրա համար միշտ մենք պետք է մտածենք, թե ոնց մենք ոչ միայն Հայաստանում, այլ մենք լինենք, մեր մրցակիցները Հայաստանից դուրս են, այսինքն ոնց մենք անենք այսպես, որ մենք ավելի կարևոր լինենք համաշխարհային փառատոնային ընտանիքի համար, քան օրինակ Թիֆլիսի փառատոնը, ով ունի 25 անգամ ավելի մեծ բյուջե։ Ոչ թե 25 անգամ ավելի քան մենք, այդ իմ կարծիքով անընդունելի է, ոչ թե որ ինչ վատն եք դուք, չէ, ինչ քիչ է մեզ մոտ։ Այսինքն Վրաստանն է, բանը չէ, Միացյալ Նահանգներն է մեր կողքն, ասում դե ինչ է ոտք գցում իրանց հետ, չէ, Վրաստանը մի քիչ մեզնից մեծ է, մի քիչ էլ բյուջե մի քիչ մեծ է Հայաստանից, 25 անգամ, լավ։ Բայց քանի որ խոսեցիք բյուջեից, այո, աջակցություն ունեք պետության կողմից։ Ինչ համար մենք շատ շնորհակալ ենք։ Մեր աջակցումը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մեզ տալիս է 8 միլիոն դրամ։ Կոնկրետ, այսինքն ստանում ենք մենք եւ 16 միլիոն դրամ մեզ տալիս է քաղաքապետարանը։ Այդ իսկապես շատ ուրախալ է։ Որտեվ երկրորդ տարին արդեն մեզ աջակցում են եւ միջև չէին աջակցում ընդհանրապես, իսկ դա չէ որ Երևանի փառատոնն ասել դրանից նոր հետո Հայաստանի փառատոնը։ Դա շատ ուրախալի է իսկապես։ Հոսք հիմնադրամը մեզ աջակցում է եւ մեզ աջակցում են նաեւ օրինակ չինացիք։ Ես իրանց հետ հանդիպել եմ, մի տարի առաջ, 1.5 տարի առաջ Լայնֆայն քաղաքում, հետո արդեն Պեկինում հանդիպեցի իրենց ներկայացուցիչների, իրենց էլ բարդ է, բացի դրանից որ չեն խոսում ոչ մի լեզու։ Համար սենց էս մարդ մանա գալիս էս լուրջ բան, մտածում ես այդ մարդը բանում ինքը չէ, ասում են այն մեկն է, բացում ես այս մեկն է խոսում ագին, այլ խոսում է, այս լուրջ մարդ ինքը չի խոսում, իր այդ ներողություն կարող եք թարգմանել, այդ ամեն ինչ աշխատել, որովհետև այսինքն իրենք ծախսել են ահռելի մեծ գումար։ Մենք աշխատել ենք, այսինքն իրենք դրական են վերաբերել, ասել են այո կաջակցենք, դրանով որ մենք չենք ծախսելու այդ գումարը, որպեսզի այս որակի ներկայացումը մենք ունենանք բացմանը։ Դա տրամպարան եւ այն աշխատանքը, որ մենք տանում ենք որ մենք մասնակից ենք տարբեր ցանցերի, ասոցիացիաների, որոնց միջոցով նաև կարողանում ենք անել այն, ինչ միգուցե ավելի ոնց ասեմ, փառատոներ ովքեր ունեն ավելի մեծ բյուջե եւ այլն, իրենք բացապես ասում են ալո, միլորա, սիկոներ նոր ներկայ։ Գրում ներկայացում Սայաթովայի մասին բեմադրես, այսինքն դիսկա։ Այլ ոչ թե դա, այլ ոնց այս ամեն ինչը փորձելով, գնալով, դրանով, հանդիպելով մարդկանց հետ եւ անելով այդպես որ Հայաստանում նաև հասկանա вообще միլորանովա
չէ՞ որ ինքը Wiener Fest-ը, այսինքն հնգյակի մեջ աշխարհի փառատոների Վիեննայի փառատոնի գերստուդենտն է ամենահայտնի ռեժիսորներից։ Իսկ հայաստանյան Այո, ունենք, մեկ կրկին ինչպես ամեն տարի մենք ունենք իրանական ծրագիր, երկիվում ունենք հայկական ծրագիր, եւ մենք այդ ծրագիրը զարգացնում ենք, որովհետեւ մենք 14 փառատոնի ղեկավար եւ պրոգրամեր եւ գեղեցիկ տարբեր տեղերից եկել են Հայաստան եւ դեռ գալու են, որպեսզի իրենց հետաքրքիր իհարկե հայկական ծրագիրը։ Եվ մենք ունենք եւ պետական թատրոններից եւ ոչ պետական թատրոններից, օրինակ ծրագիրը նոր ներկայացումը Միհր թատրոնի world premiere-ն լինելու մեզ մոտ եւ ներկայացումը տեխնիկային թատրոնի եւ կամերային թատրոնի եւ համազգային թատրոնի իհարկե եւ օրինակ համազգային թատրոնը հատուկ մանկական ներկայացում այլ անգլերեն։ Ես ասել լսի, այն բարկանում ես, давай դու արա անգլերեն։ Սուբտիտր բամպեջի սխալա դա։ Ասարա նարինկան ասեց հա դավայ անեմ ու շատ հավես կլինի կարծիքով որտես գագիկ ու տաթոն որ կարողանա you now and do ոչ միայն միմինոյական շատ խնդալու կլինի ու մարդիկը չէ որ մենք ուզում ենք որ հայկական ներկայացումները լինեն տարբեր փառատոների տարբեր ուրախալի բայց դա է կամպանիական փառատոնը որ փառատոնը զարգացնում է եւ կարողանում է լինել եւ պրեզենտեր այն ամեն ինչ կատարում է աշխարհում եւ պրոմոութեր այն ամեն ինչ կատարում է Հայաստանում։ Էն էլ ցավոք մի քանի բան չկարողացա ֆիզիկապես չկարողացա օրինակ բան արևի մարտիկ արեցին Բալմանոկյանի ու Լերովը Կասպարովի խումբը շատ լավ ներկայացում բացօթյա ժամանակակից պար Գյումրից այդ ինչ ռոբերաշտի շատ հավես է պրոստը ֆիզիկապես չկարողացա չստացվեց այդ օրերին ներկայացում կամ Բաբելոնի այն որ արդեն մի քանի փառատոներ մենք օգնել ենք որ գնան այդ ներկայացի տեսակի ներկայացումը Զարանջը Անտոնյան Վիվանը Շկերձևը այսինքն փորձում ենք անել այն ամենը ինչ հնարավոր է այդ օրերին Շնորհակալություն ձեզ